Բարև ձեզ, հարգելի ընկերներ, հարգելի գաղափարակիցներ, հարգելի մարդիկ, ովքեր փորձում են այս աղետաբեր իշխանության դեմ արդյունավետ պայքար իրականացնել։ Այսօր, ինչպես գիտեք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել այն լրատվամիջոցներին, ովքեր մինչ այժմ դեմ են եղել, դեմ են խոսել իմպիչմենտի գործընթացին։ Այդ լրատվամիջոցները իրականում որպես լրատվամիջոց նրանցից որոշները հետաքրքիր տարօրինակ վարք են ցուցաբերել այս ընթացքում, առիթ չի եղել լրատվամիջոցների գործունեությանը անդրադառնալու եւ հիմա քանի առիթ կա, ասենք օրինակ դրանցից News.am-ը այդպես էլ չլուսաբանեց մեր այն բացառիկ լրատվամիջոցներից էր, որ օրինակ չլուսաբանեց մեր նամակները հանձնելու այդ գործընթացը, հիշում եք, ապրիլի 28-ին, սակայն ակտիվորեն լուսաբանեց Արսեն Թորոսյանի, ԿՊ-ական Արսեն Թորոսյանի այդ ուղիղ եթերում այդ նամակը ճղել, այսինքն նամակ տալը, որը անում էին ընդդիմադիրները, News.am-ը բացարձակ որևիցե կերպով չի անդրադարձել դրան, այդպիսի իրադարձություն տեղի չի ունեցել ըստ News.am-ի, սակայն այդ նույն նամակը, որը չի եղել ըստ News.am-ի, այդ նույն նամակը ԿՊ-ական падգամավորը որ ճղում է, այդ իր ճղելու վիդեոն մենակ շատ ակտիվ լուսաբանում էին։ Ես դեռ ապրիլի 28-ին էի հայտարարել, որ Հայաստանում կա երկու մարդ, ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին, անվստահության գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է, հայտնի պատճառներով, որովհետև ինքը չի ցանկանում իշխանությունից հեռանալ։ Մյուսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ օրերին բուռն արձագանքներ տեղի ունեցան այդ իմ ասածի վերաբերյալ, որոշ այսպես ցանցային քոչարյանականներ, այդ 18 հոգու մասին է խոսքը, որ դուք արդեն երևի իրենց դեմքերով անգիր գիտեք, սկսեցին աղաղակել, որ երբեք պարոն նախագահը երբեք նման բան չի ասել, չկա նման բան, պարոն նախագահը ասել է, որ ես բոլոր process-ներին կողմ եմ եւ այլն, մեջբերում էին իր նախորդ Փետրվարյան ասուլիսից իր խոսքը, որ իդեպ ըստիս նույն բանն էր նշանակում, բայց ինչևէ, այդ ինտերնետային քոչարյանականները չքմեղանում էին, ասում էին, որ չկա տենց բան։ Պարոն նախագահը ցանկացած գործընթաց, որը Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն է միտված, ինքը կողմ է։ Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց այն, ինչ ես ասել էի ապրիլի 28-ին, հետևաբար ինտերնետային քոչարյանականների այդ աղաղակները, այդ աղաղակները, որ տիպը երբեք նման բան չի ասել Քոչարյանը, այն մարդը չի, որ որևէ գործընթացի չմիանա եւ այլն, պարզվեց այդքան էլ ճիշտ չէր մեղմ ասած, այսինքն Քոչարյանը ասաց, որ ինքը իմպիչմենտին դեմ է։ Ընդ որում ամբողջ այդ հատվածը որպեսի բան չանեմ, ինքը շատ բավական խոցելի խոսքով է հանդես եկել կոնկրետ իմպիչմենտի մասով պարոն նախագահ, ես իմ համար ապշեցուցիչ էր հետեւյալ բանը, հետեւյալ խոսույթը պարոն նախագահի, զուտ իմպիչմենտի մասով չէ, իմպիչմենտի վերաբերյալ չէ։ Ինձ համար ապշեցուցիչ էր, որ պարոն նախագահը հայտարարեց, որ սահմանադրությանը հղումներ անելը լուրջ չի։ Այսինքն ստացվում է, որ պարոն նախագահ Քոչարյանի համար սահմանադրության հղումները լուրջ չեն։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչն է լուրջ պարոն նախագահի համար, որովհետև ըստ իս ցանկացած մարդու, հատկապես նախագահ աշխատած մարդու, հատկապես մարդու, որ քաղաքականությունում ակտիվ ներկայություն է իր փորձում պահպանել, սահմանադրությունը ամենալուրջ բանը պետք է լիներ, սակայն ստացվում է այդպես չի, ես ուղղակի մեջբերեմ պարոն նախագահի խոսքը, որպեսզի ձեր համար պարզ լինի, որ ես ինքս ինձնից չեմ հանում, հա, ինքը իմպիչմենտի մասով ասաց, որ պետք է
չգիտեմ, դե ես իմ ժողովուրդ անել, ես անել, են անել, իսկ ինչ են անում իրանք, այսինքն մենք հղումներ են անում սահմանադրությանը, որը լուրջ չի։ Սիրուն անուններով ինչ որ սահմանադրության վրա հղումներ կատարելով բան։ Սիրուն անուններով ինչ որ սահմանադրության վրա հղումներ կատարելով բան, դու անդուրջ եղա։ Սիրուն անուններով ինչ որ սահմանադրության վրա հղումներ կատարելով բան, դու անդուրջ եղա։ Սիրուն անուններով ինչ որ սահմանադրության վրա հղումներ կատարելով բան, դու անդուրջ եղա։ Ինչպես լսեցիք, պարոն նախագահ համարում է սահմանադրության արած հղումները անլուրջ, ես անձամբ այդպես չեմ համարում, ինձ թվում է ցանկացած քաղաքականության հետ որևէ առնչություն ունեցող, այս պայքարի հետ որևէ առնչություն ունեցող մարդ հասկանում է, որ իշխանափոխություն հնարավոր է բացառապես, իշխանափոխության, այսպես ասեմ, վերջաբանը բացառապես սահմանադրական ճանապարհով է տեղի ունենալու։ Այսօր, հարգելի ընկերներ, ես ձեզ պատմեմ այն, ինչից ես տեղյակ եմ, ինչ որոշ բաներ կա, որ ձեր համար նոր կլինի, որոշ բաներ կա, որ դուք կիմանաք առաջին անգամ, զսպել եմ ինձ չեմ պատմել, մտածելով, որ հույս ունենալով, որ պարոն Քոչարյանը չի գնա այդ քայլին եւ չի տորպեդահարի, չի փորձի տորպեդահարել իմպիչմենտի գործընթացը։ Իդեպ նաև, այսպես ասեմ, մի հետաքրքիր այսպես թյուր կարծիք էլ սկսեց այդ ինտերնետային քոչարյանականների մոտ, որ տիպը ես թիրախավորել եմ Հայաստան խմբակցությանը, ուրեմն ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ նորից իմ հայտարարությունը, Հայաստանում կա երկու մարդ, ով որ դեմ է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին, դա Նիկոլ Փաշինյանն է եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես տեսնում եք, Հայաստան խմբակցության անուն այս արտահայտության մեջ, այս խոսքի մեջ չկա, չի եղել եւ քանի ես չունեմ Հայաստան խմբակցության անհատապես առանձին падգամավորների տեսակետները այս հարցի կապակցությամբ ես չեմ կարող ասել, որից բան այս առումով չեմ կարող ասել։ Այսինքն, որ ես Հայաստան խմբակցության падգամավոր օրինակ, չգիտեմ, Ասպրամ Կրպեյանից կլսեմ, որ ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարում, ես նաև կասեմ Հայաստանում արդեն կա 3 մարդ. Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Ասպրամ Կրպյանը։ Սա իհարկե ինչի համար էր արվում, սա փորձ էր արվում ինտերնետային քոչարյանականների կողմից, փորձ էր արվում ներկայացնել, որ տիպը Մալյանը սաղից շուտ պիտակավորել է բան, եկեք հավաքվենք, սաղով պատասխան տանք, ինչը իրականությանը չէր համապատասխանում, որովհետեւ ըստ էության դա նույնիսկ մեր ստրատեգիայի մեջ չէր մտնում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ինչքան էլ դեմ լինի իմպիչմենտի գործընթացին, Ռոբերտ Քոչարյանը իմպիչմենտի սուբյեկտ չի հանդիսանում եւ ոչ էլ Փառք Աստծո, ոչ էլ օբյեկտ է հանդիսանում։ Իմպիչմենտի օբյեկտ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, իսկ իմպիչմենտի սուբյեկտներ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավորները այս բարի դրությամբ։ Ռոբերտ Քոչարյանը падգամավոր չի եւ հետեւաբար ինքը իր կարծիքը կարա ունենա այս գործընթացի նկատմամբ, կարա դա լինի դրական, կարա լինի բացասական, դա մեծ հաշվով ինձ կամ Էդգար Ղազարյանին բացարձակ կամ ոչ էլ ձեզ հարգելի հայրենակիցներ չի վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի մասնավոր կարծիքը։ Այդ չի վերաբերվում մինչև այնտեղ, երբ որ այդ կարծիքը Ռոբերտ Քոչարյանը փորձում է պարտադրել ՀՀ ազգային ժողովի падգամավորների վրա, խոսքը Հայաստան խմբակցության մասին է։ Այսինքն իր մոտեցում, իր նեգատիվ մոտեցումը իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը պարտադրում է իր կարծիքով, իր ռեսուրս հանդիսացող ազգային ժողովի 28 падգամավորներին, որոնք այսօր ներկայացնում են Հայաստան խմբակցությունը։ Մենք հիշում ենք, որ այդ նույն գործելավոճը, որը WhatsApp-ից SMS-ներ ստանալով, որ падգամավորները դուրս են գալի խոսում են բան, ինչ-որ քննադատում են ինչ-որ բան եւ այլն, մենք դա բազմաթիվ անգամ տեսել ենք, բայց տեսել ենք ԿՊ-ական падգամավորների մոտ, մենք այդ երևույթը անվանել ենք ուսապարկիզմ, հա, ԿՊ ուսապարկեր ենք անվանել այդ մարդկանց։ Առ այս պահը դեռ բաց համնում հարցը, որովհետեւ մենք դեռ անհատապես Հայաստան խմբակցության падգամավորների հետ դեռևս շփվելու լիքը բան ունենք, արդյոք Հայաստան խմբակցության падգամավորները կընտրեն ուսապարկային գործելավոճը, սա երբեք չխառնել ներխմբակցային կարգապահության հետ, սա իրականում լրիվ ուրիշ բան է, թե
իրականում որոշում կկայացնեն, որ հերիք է ինչքան իրանց ստորացնում են ԿՊԱ-կանները ազգային ժողովում, հերիք է ինչքան նսեմացնում են, կթքեն այդ պայեստ արտասահմանյան պայեստ վրա, որ իրանք գնում են ԿՊԱ-կանների այդ պարգևավճարների վրա, որ իրանք կարող չստանան եւ այլն ալիքը բաների վրա ու իրական ռեալ արդյունավետ պայքար կսկսեն Նիկոլ Փաշինյանի հեռացման նպատակով։ Սա մենք դեռ կտեսնենք, այսինքն այս մասով դեռևս որոշում չկա, մենք այս պահի դրությամբ ունենք միայն Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, ինչի մասին ես հայտարարել էի ապրիլի 28-ին, որը անընդհատ փորձում էին ինձ սուտ անել, որ յանին տենց բան չկա բան, այսօր մարդը նույն ձև հելավ նույն բառերը, որը ես ասում էի, ասեց ես դեմ եմ ախպերի իմպիչմենտին, որովհետև տենց փոխանակ հելնեն փողոց փակեն, ես ինչ որ տենց իրա պատկերացումներով ինչ բաներ անեն, հելել են այնպես անլուրջ սահմանադրությանը հղումներ են անում, էլի, ասենք ես ու Էդգար Ղազարյանը։ Ուրեմն կրկնեմ, ցանկացած իշխանափոխություն վերջաբան որպես ունենում է սահմանադրական իշխանափոխության գործընթաց, այսինքն ցանկացած ձևով, որ մարդիկ իշխանություն են վերցնում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, երբ որ զավթեց 2018 թվականին իշխանությունը, այդ դա իրականացվեց պարլամենտում պրոցեսով, այսինքն ինքը տենց չեկավ նստեց վարչապետի աթոռ, ասաց հոպ, ախպեր, ես եմ, էլ ինձ ստից անել չկա ու տենց մնացել է մինչև հիմա ոչ։ Ինքը այդ գործընթացը, որը փողոցում իրականացնում էր, զուգահեռ գնում էր նաև պարլամենտում գործընթաց, որը իրար տենց կպավ ու դա եղավ իշխանափոխություն։ Սա ձեզ պրոստը որպես վերջին իշխանափոխության ամենաթարմ դեպք եմ ներկայացնում, որովհետև ձեր հիշողության մեջ դա տեղի պահպանված կլինի, ասենք նույն ձև 88 թվականի Ղարաբաղյան շարժումը բերեց հանգեցրեց պարլամենտական գործընթացի, անկախության հռչակագրի, Գերագույն խորհրդի կազմավորման եւ այլն, հետո Հայաստանի անկախության հանրաքվեի, որից հետո նոր իշխանության ընտրության, Լևոն Տեր-Պետրոսյանի որպես նախագահ ընտրության եւ այլ։ Այսինքն ցանկացած process-ի մեջ սահմանադրության հղումները ամենալուրջ բանն են, որը կարող տեղի ունենա։ Այլ հարց է, որ Հայաստանում ես եւս մի հոգու գիտեմ, որ ինքը սահմանադրությունը համարում է անլուրջ եւ նաեւ շատ սիրում է այդ մայր օրենքը ոտնահարել, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այս առումով նմանությունները Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ ուղղակի ակնհայտ են։ Իհարկե շատ բազմաթիվ տարբերություններ կան, չի որ տենց ամբողջությամբ դիմանեմ, բայց համենայն դեպս մոտեցումների առումով իշխանափոխության դրանք իդենտիկ են։ Հիմա եկեք հասկանանք, ժողովուրդ ջան, ձեր համար հարց է, չէ՞ առաջանում, բայց ինչի է Ռոբերտ Քոչարյանը տորպեդահարում մի հատ process, փորձում է ամեն գնով փչացնի այս process-ը, որ հանկարծակի իմպիչմենտի գործընթաց չսկսի ու ըստ էության հանկարծակի Նիկոլ Փաշինյանը 26 թվականից շուտ չհեռանա։ Դες հարց է, նորմալ արձավարություն, չէ՞։ Ախր ինչի ոնց կարա տենց բան լինի։ Ես այդ հարցը իդեպ շատ եմ լսում։ Շատ եմ լսում նաև այս վերջերս զարմացած, ինչ որ տենց բանը, ոայ, մենք չենք պատկերացնում։ Իրականում մենք սենց ապրում ենք, չգիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը այդ առումով Նիկոլ Փաշինյանի հետ լրիվ ամբողջությամբ համակարծիք է։ Այլևս փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը սպասում է 2026 թվականին։ Խնդիրն այն է, թե ինքը իր հետ ինչքան մարդ կսպասացնի, այսինքն ինքը ուզում է իր պատկերացումներով իր Հայաստան խմբակցությունը սպասացնի, փչացնի մինչև որտեվ այդ արանքով իրանք փչանալու են շատ վատ ձևերով, շատ վատ ալնելու էլի, որտեվ այդ չորեքշաբթի օրվա նիստերը իրանք ամեն անգամ ավելի ծանր են անդրադառնում։ Ընդ որում ասեմ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան խմբակցության իր այդտեղ երկու մաս կա, Հայաստան խմբակցության մեջ դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որը իդեպ ուշադրություն հարգելի լրագրողներ, Հայ հեղափոխական դաշնակցությունում վերջին երկու շաբաթվա մեջ մասնավորապես ակտիվ քննարկում է գնում Ռոբերտ Քոչարյանից առանձին 2026 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը։ Սա դուք կարող եք հանգիստ ցանկացած դաշնակցականի գործչի, հատկապես падգամավորի հարցնել, նրանք ձեզ կպատասխանեն հետևյալ կերպ, որ անպայման կխուսափեն պատասխանից, անպայման կասեն, որ դեռևս որոշում կայացած չի, կգա ժամանակը կորոշենք եւ այլն, ըստ էության չհաստատելով, որ իրենք գնում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կստացի այդ մասին տեղը կա նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին ասեմ, հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ, ձեզ տեղյակ պահեմ։ Արդեն պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի մոտ ըստ էության պատրաստ է
նաև մասնակցության ցուցակը, թե ովքեր են լինելու ցուցակում եւ ովքեր չեն լինելու։ Այդ մասին ուղղակի կուզեմ տեղյակ լինեք։ Ըստ էության այսօրվա Հայաստան խմբակցության սաստավից համարյա ոչ մեկ չի լինելու։ Հաստատ լինելու է Արեգնազ Մանուկյանը եւ մի քիչ տենց հաստատոտ լինելու է Էլինար Վարդանյանը։ Մնացած բոլորը, այսինքն դաշնակցությունը մենք առանձին ենք դնում, որովհետեւ դաշնակցությունը շատ հնարավոր է եւ ըստ էության առանձին կգնա 2026 թվականին, մնացած բոլորը, ովքեր դաշնակցական չեն, այսինքն ըստ էության օրթոդոքս քոչարյանական են, իրանցից ընդամենը 2 հոգու հարցը այս բանի լուծված։ Մնացած բոլորին փոխարինելու են Կոչուբաևները մի կողմից, մյուս կողմից Դոլար Անդոյի այդ բանը, դաշինքը, այսինքն Դոլար Անդոյի եւ Կոչուբաևի այդ սիմբիոզից, այդպես դառնալ է նոր դաշինք Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող եւ բնականաբար այդ դաշինքի անցողիկ տեղերում հայտնվելու են միանգամայն լրիվ ուրիշ մարդիկ։ Ձեզ շնորհակալություն են հայտնելու ձեր ծառայությունների համար, թփթփացնելու են ձեր ուսին եւ դուք այս process-ին չմիանալու եւ այլ տես ամեն չորեքշաբթի ինձ ֆրտոց ուտելու արդյունքում վարկաբեկված վիճակում գնալու եք տուն։ Սա ձեզ ասում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք, կգա 2026 թիվ, այս լայվը սպահեք, 2000 այդ ցուցակը պարզ կլինի արդեն մի 8 ամսից արդեն հրապարակված կլինի։ Սա ձեզ տեղյակ եմ պահում։ Այս ես գիտեի, բայց ես ձեն չէի անում, որպեսզի չմտնեմ մատի ու մատանու արանքը, ես սա մասնավոր զրույցներում տարբեր Հայաստան խմբակցության պատգամավորների հետ այս թեմայով խոսել եմ, մնացած այս մասով ժամանակը ցույց կտա, ինչպես տեսնում եք, ժամանակը ուղիղ ցույցատալի են, ինչը ես ձեզ ժամանակից մի քիչ շուտ տեղեկացնում եմ։ Հիշեցնեմ, որ ապրիլի 28-ին ես ասացի, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է իմպիչմենտին, էլի եղան լիքը տենց աղեկատուր ինչ-որ չկմեղացումներ, բայց Իդոքում ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, այսինքն այսօր եղավ այդ հայտարարությունը։ Մինչև 2026 թվականը Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի նախաձեռնելու։ Ասեմ ինչի, որովհետև իրան ձեռ է տալիս ստատուս քվոն այս պահի վիճակում, որը կա։ То есть ինքը որպես դիրքավորված է, որպես ընդդիմության ընդհանուր օբշի առաջնորդ եւ իրան պետքա որ այս ստատուս քվոյով սենց գնան դեպի ընտրություններ, իսկ Նիկոլին հեռացնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն Ռոբերտ Քոչարյանը անձամբ տապալելու է։ Սա ես հստակ ասում եմ, որպեսզի իմանաք։ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է ստատուս քվո, այսինքն ինքը 2026 թիվ մտնի որպես ընդդիմության այսպես ֆավորիտ, առաջնորդ, ֆլագման, որ ինքն է, որ կա։ Ցանկացած այլ գործընթաց Սասանում, Կարա Սասանի իր դիրքերը չնայած, անկեղծության համար եմ ձեզ ասում, իմպիչմենտի գործընթացը երբեք ուղղված չի եղել Ռոբերտ Քոչարյանի դիրքերը Սասանելուն, դա իր հաշվարկներն է, Աստված իր հետ, ես ոչ մի բանով չեմ խառնվելու, այդ դրան հակառակը իմ կողմից եղել է առաջարկ, ընդ որում այդ առաջարկը ես մի քանի խողովակներով փորձել եմ Ռոբերտ Քոչարյանին փոխանցեմ, առաջարկը եղել է հետևյալը։ Ես առաջարկել եմ ամբողջ քաղաքական պատասխանատվությունը վերցնենք ես ու Էդգարը մեր վրա, այսինքն եթե իրանք կասկածում են, որ կարող է լինի տապալում, մենք պատրաստ ենք այդ քաղաքական տապալման պատասխանատվությունը վերցնենք անձամբ մեր վրա, որևէ քաղաքական հետք չթողենք ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի անձի վրա, եթե նույնիսկ կտապալվի, մենք կհայտարարենք, որ մենք ենք նախաձեռնել, շնորհակալություն, որով միացել է եւ այլն, Ժորժ ջան, իրանց խիստ չդատեք, իրանք չեսնի եկան, միացան, դե հիմա չստացվեց։ Սա նույնիսկ որպես վստահ լինելով, որ հաջողվելու է իմպիչմենտի գործընթացը, պատկերացեք, սա նույնպես որպես այսպես բան ձեռք մեկնելու ժեստ արվել է, որպեսզի հանկարծ ոչ մեկի մոտ կասկածներ ավելորդ չմնա, որովհետև կրկնում եմ, այս իմպիչմենտի գործընթացի համար պետքա ոչ թե պրոստը համախմբում, այլ պետքա չեսնի համախմբում, պետքա ազնվորեն բոլորը գան կպնեն իրար, ոչ թե ստիպված պարտադրված եւ այլն, այլ պետք է ասես կպնեն, որ կպնենք, ասես կռիվ տանք, պայքարենք, գնանք առաջ։ Էսա պետք։ Որպեսզի դա տեղի ունենա, ես կրկնում եմ, ի սկզբանե ես այս ձեզ չէի ասում, ես բան եմ արել։ Առաջարկել եմ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր պրավալի վերցնել իմ վրա եւ նաեւ այդ մասին խոսել եմ Էդգար Ղազարյանի հետ, Էդգար Ղազարյանն պատրաստակամություն հայտնել կիսել իմ հետ միասին այդ պատասխանատվությունը։ Ասեմ ձեզ, նույնիսկ
քննարկվել է, եթե հնարավոր դեպքում նույնիսկ ինձ կբանտարկեն, պրավալի դեպքում։ Ես ասել եմ բանտից հայտարարություն բան կանեմ, կհրապարակեմ, որ ես եմ պատասխանատուն։ Ես, միայն ես եմ պատասխանատու, պրավալի պատասխանատուն ես եմ։ Հաղթանակը վերցրեք, վայելեք բոլորը։ Ես կլինեմ այդ վատը, որովհետև ես ոչ մի ընտրական process-ի չեմ ցանկանում մասնակցություն ունենալ, դաժե արդեն խիստ կասկածում եմ, որպես ընտրող կմասնակցեմ 26 թվականի ընտրություններին, թե ոչ։ Եթե, այսինքն, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի impeachment-ի գործընթացը Ռոբերտ Քոչարյանի երազանքների 2026 թվականի ընտրություններին բացարձակապես չհակասի։ Այսինքն դու այսօր կարաս անես impeachment, հանգիստ նույն ձև կարաս անես 2026 թվականի ընտրություններին։ Կոպիտ ասած, իմ առաջարկը եղել է էլի սպասեք 2026-ին, բայց եկեք կպեք մի հատ մինչև 26-ը իրար հետ հնարավորություն կա, շանս կա, կպնենք Նիկոլին հանենք։ Էս է եղել առաջարկը։ Ոչ մի թիրախավորում չի եղել Հայաստան խմբակցությանը, ընդհանրապես ոչ մեկին, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այս որ այդ ամեն ինչը սուտ է։ Սա ֆիքսեցիք, Ժորժ ջան։ Կրկնում եմ, մինչև 2026 թվականը Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի նախաձեռնելու։ Ըստ էության կարող է նախաձեռնվեն ինչ-որ անկապ մանր-մունր ինչ-որ փողոցյան եսին ինչեր, որոնք իրական բան չեն ունենալու, իրենց տակ գործընթաց պարլամենտական չեն ունենալու եւ դառնալու են վերջին տարիներին հերթական ձախողված շարժումներից որից է մեկը, այդ դեպքում ես կոչ կանեմ հարգելի ընկերներ, եթե ձեզ որից է մեկը կոչ կանի, խնդրի, որ չպահելնեք փողոց, եթե չկա impeachment-ի թուղթ, որովհետև impeachment-ը միակ հնարավոր տարբերակն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու, եթե գոյություն չունի impeachment-ի նախաձեռնություն, որի տակ գոնե մեկ ստորագրություն կա, падգամավորի, ապա այդ բոլոր կոչերը իրանք ավանտյուրա են իրանցից ներկայացնում, եթե հավես ունեք Երևան քաղաքի հետ կենտրոնական 4 փողոցներում հելնեք, քայլեք, ֆանարիկներ պահեք, հելեք արեք, եթե հավես ունեք, եթե չէ, այդ ամեն ինչը մի կապեք իշխանափոխության հետ, որոշ ավանտյուրիստներ կարող է օգտագործեն ձեր ընդդիմադիր կեցվածքը, ձեր բարկությունը այս իշխանությունների նկատմամբ ու իրանց քաղաքական շահի համար հանեն ձեզ մի երկու կռուպ նորից վրցնեն, այդ մասին իհարկե առանձին կխոսեմ։ Հիմա այսօրվա ասուլիսի մեջ եւս մի հատ շատ կարևոր արձանագրում եղավ, որ 2021 թվականի որը ըստ էության Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու գործընթաց էր, այդ ընտրությունները, այդ ընտրությունների փողոցը ընտրություններ տեղափոխելու նախաձեռնությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունը։ Այսօր պարոն նախագահը ինքը իր ասուլիսում հայտարարեց, որ 2021 թվականին ինքն է ասել, որ պետք է գնալ ընտրություններին, ինչ որ հաշվարկներ նկատի ունենալով եւ նաեւ ինքը այսօր հայտարարեց, որ այդ հաշվարկները սխալ են դուրս եկել։ Չնայած չհայտարարել էր, մենք ընտրության արդյունքները տեսել ենք։ Այսինքն, ինչ է ստացվում։ Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին փողոցը, որը դուրս էր եկել փողոց մարդիկ ու դուրս եկել փողոց, որ Նիկոլին հերացնեն, այդ փողոցը տարավ ընտրական process-ներ ինքն է այսօր հայտարարել, ես իհարկե վաղուց գիտեի, իր նախաձեռնությամբ տարել է դեպի ընտրական process, կստացի ինչը հիմա է ուզում անի, նորից նույն ձև տանի 2026-ին ընտրություններին, ինչ որ իրան մենակ հասու հաշվարկներով, որը սխալ են դուրս եկել, տապալվել են։ Հիմա եւս ինչ որ հաշվարկներ կան, որ պետք է մենք տիպը գնանք 26 թվականի ընտրություններին, ասեմ ձեզ 21-ի համեմատ 26 թվին ողբալի վիճակում անդիմությունը։ Դուք ինքներդ անձեն աչքով եք, այս ավելի մանրամասն դրան կանրադառնամ։ Հետևաբար ընտրությունների ձախողման 21 թվականի ընտրությունների ձախողման ամբողջ պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանինն է։ Այսօր պարոն նախագահը այդ մասին հայտարարեց, ինչը իրականում ողջունելի է, որ մարդը այդ պատասխանատվությունը գիտակցեց, ասեց, որ այդ ձախողումը, որ եղավ 2021 թվականին, դա իմ նախաձեռնությունն էր, Ժորժ ջան, ես ձեզ փողոցից տարա դեպի ընտրություններ, չգիտեմ, այնտեղ էլի մարդիկ համաձայնվեցին, ինչ որ մարդիկ համաձայն չէին, հետո ես իմ ինչ բան, բայց իրականում ասեց, որ նախաձեռնությունը իրանն էր։ Եվ կրկնում եմ, նաև ասեց, որ ինքը ինչ-որ հաշվարկներ ուներ դրա տակ, որի մասին տենց էլ տեղեկ չեղանք, ինչ հաշվարկներ էր ընդ որում։ Կարելի էր ենթադրվում, կարելի էր ասել։ Նայեք, ինչ եղավ 21 թվականին, այս շատ կարևոր է, որովհետև նույնը փորձում են 26-ի վրա պրոյեկցեն։ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կրելու եմ։ Ընդ որում ես այդ քանի որ ձերից գիտեի, որ չի կրելու,
Ես այդ բոլոր սկրիները, ովքեր որ տես գրեն, կրելու ենք, մնաց հաղթանակին մի օր, 2 օր, 10 օր, ինչ էս բաներ են գրում, այդ սկրիները պահել եմ։ Շատ սկրիներ կա, շատ խնդալու սկրիներ կա։ Հարցը դա գիտես, մարդիկ հանել են, ընդ որում ասեմ, 99%-ը հանել են այդ բաները իրանց այդ կրելու ենքները։ 1-2 ազնիվ մարդ է թողել, որը որ այն վաղտվանից էլ հավատացել է, հիմա այտենց արդեն էլ խնդրեմ չի հանում էլի, ավազնավոր են պահում։ Հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, որ կրելու եմ, տարավ փողոցը արդեն դուրս եկավ փողոցային տրամաբանությունից դարավ նախընտրական տրամաբանություն, հիշեցնեմ այդ ժամանակ կար քաղաքական ճգնաժամ, ճգնաժամը այն էր, որ ազգային ժողովը այլևս չէր ներկայացնում այդ օրվա իրողությունը, այսինքն այս օրվա իրողության հանրության տրամադրությունը եւ ազգային ժողովի մեջ կար մեծ անդունդ, որը անհնար էր լցնել որևէ կերպ, բացի նոր ընտրություններով ընտրություններ կազմակերպելուց եւ Նիկոլին լեգիտիմացնելով։ Հիշեցնեմ նորից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կրելու ենք 2021 թվականին, հիշում եք այդ մասին։ Նաև կիսաձայն տարածում էին, որպես որ վստահ ժողովրդին վստահացնեին, որ Ռոբերտ Քոչարյանը կրելու է, կիսաձայն տարածում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից տարածում էր, որ ինքը Պուտինի ընկերն է, որ Պուտինը տեղակ է ախպեր ջան, ոչմ սաղ նորմալ է, Պուտինի պատժեշկան կա, մենք կրում ենք։ Սենց թեզ էր տարածվում։ Այդ թեզից մի շատ լիքը տենց միամիտներ ողջևորվեցին, տենց եկան, սկսեցին կպնել Ռոբերտ Քոչարյանին, ինչ տիպը արդեն հասկանում էին, որ հեսա հաջորդ օրվա հաջորդ իշխանությունն է արդեն բիսպիցի, ու եկան մտան կպան այդ թեմային։ Հետո ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանը խայտառակ պարտվեց ընտրություններում, այսինքն ոչ միայն չկրեց, այլև խայտառակ պարտվեց։ Հասկանում եք, ինքը եկել եմ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու թեզով, կրելու են կարգախոսով, Պուտինի ինգերն եմ այս բագաժով, եկավ հասավ ընտրությունների ու կրվեց խայտառակ պարտություն տեղի ունեցավ։ Այդ պարտությունը իմն էլ է, ասենց ասեմ, որ չմտածեք չարախնդում եմ։ Ես էլ պարտվեցի որպես ընդդիմություն։ Բայց ինչա ստացվում։ Ես Պուտինի ինգերն եմ ու կհաղթեմ ընտրություններում, թեզը տապալվեց, ու մենք այտենց էլ չիմացանք այդ տապալման պատճառը ժողովուրդ։ Այսինքն, այստեղ երկու պատճառ կար լինի, կամ Քոչարյանը սուտ էր ասում, որ ինքը Պուտինի ինգերը չէր, այսինքն չկար տես Պուտինը չէր ասել դու կրելու ես Ռոբերտ Սեթրակիչ տիպաբիձիշ, տես գնա ու ես ամեն ինչով կտենց մեն չէր ըստ էության, բացարձակ չէր եղել։ Կարող է ստարրեի ինչ-որ դրուժբե եւ այլն ինչ-որ Պոզների մոտ եթեր եղավ, բայց ինչպես տեսանք նույնիսկ Ռուսաստանի բանի ԱՊՀ-ի բանը Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներ ղեկավարում բանի ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը առաջինը ընդունեց, շնորհավորեց Նիկոլին, ասաց Նիկոլը կրեց ու թողին գնացին տուն։ Հետևաբար տարբերակ առաջի Ռոբերտ Քոչարյանը սուտ էր ասում, որ Պուտինը իր ընկերն է, ֆուտինը ներգրաված է այս ընտրություններում, որպեսզի ինքը կրի։ Եվ երկրորդ տարբերակ Պուտինի ինգերը, այսինքն Քոչարյանը սուտ չէր ասում, որ Պուտինի ինգերն էր, տենց էր Պուտինի ինգերը ունենալով Պուտինի աջակցությունը պարտվեց պատերազմից հետո հեղինակազրկված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ ճաշակի ընտրեք, որ տարբերակն եք ուզում։ Պուտինի ինգերը կրվեց Նիկոլին, թե Պուտինի ինգերը չէր, ինքը պրոստը ձեզ խաբում էր, որ տենց դուք սաղը հավաքվեիք իր շուրջ։ Հիմա մի հատ ուշադրություն շատ կարևոր բան եմ ասում։ Ինչի սաղիկ մոտ այդ հարցը հիմա առաջանում է, գիտեմ։ Ինչի է Ռոբերտ Քոչարյանը սայնց անում։ Այդ լոգիկան դուք տեսնում եք այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունենում, բայց ոչ մեկը չի հասկանում, իրականում չեք տրամաբանական չեք կարող հասկանալ, թե ինչի է Ռոբերտ Քոչարյանը այտենց անում, ինչի է տորպեդահարում Նիկոլ Փաշինյանի հեռացման մեր բոլորի ուղղված ջանքերը, ինչի է մարդկանց խափում փողոցից տանում փողոց ընտրությունների ու դե կրվում, ինչի է ուզում որ հիմա նորից 2021 թվի նման 26 թվին էլ մի բան խափի բանանի, սենց ու տենց սխսնի անցնի, ինչի է անում այդ մարդը, մոտիվը ո՞րն է այդ մարդու։ Սա այդ հարցը առաջանում է, չէ՞։ Հիմա լսեք պատասխանը։ Իրականում ուզում եմ սկսեմ հետևյալ մտքից։ Թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը ունեն մի շատ հետաքրքիր նմանություն իրար հետ։ Թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ասելիք իրանք շատ արդյունավետ նախագահներ են եղել, իրանք շատ արդյունավետ պետական գործիչներ են եղել, այդ մասով ոչ մեկ չի բանանում, իրանց
փառքի դափնիները չի վերցնում, բայց այս պահի դրությամբ քաղաքական ասելիքից այս երկու անձերի մասին է խոսքը, սա հանգարց չպրոյեկցել հանրապետական կուսակցության վրա, որովհետև դա լրիվ ուրիշ կինո է, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անձերի մասին է խոսքը, երկուսի քաղաքական ասելիքը այս պահի դրությամբ սահմանափակվում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով, այսինքն երկուսն էլ ասում են Նիկոլը պետք է գնա, ուրիշ ասելու բան չունեն, ոչ մի այլևս ասելու, դուք քաղաքական ասելիքի առումով թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը երկուսն էլ ունեն ընդամենը մեկ ասելիք, այս նմանությունն է իրենց։ Իսկ տարբերությունը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը համակերպվել է նրա հետ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ինքը քաղաքական ասելիքի բացակայության, այլ ասելիքի բացակայության պատճառով գնալու է թորների հետ զբաղվի, թոր մեծացնի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ամեն գնով մնա քաղաքական իր ներկայությունը պահպանի։ Հասկանում եք, երկուսն էլ Սերժ Սարգսյանն էլ Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական ասելիքի մասով ունեն ընդամենը մեկ ասելիք, հանրությանը ներկայանալու մեկ ասելիք, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Եթե նույնիսկ պատկերացնենք, որ վաղը չեմիս օրը Նիկոլ Փաշինյանը հեռանում է, Սերժ Սարգսյանը որևէ այլ քաղաքական ասելիք այս պայդրությամբ առաջարկ չունի, ինքը ենթադրում եմ նաև կարող է մնա կուսակցության ղեկավար զուտ կուսակցական այսպես գործերով զբաղվի, չգիտեմ, թոր մեծացնի, այսպես բաներով զբաղվի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեմ է դրան։ Ռոբերտ Քոչարյանը ուզում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, եթե դենց բան կա, ինքը անպայման մնա քաղաքական դաշտում, իր քաղաքական ազդեցությունը պարտադիր կերպով պահի դաշտում որպես ազդեցություն։ Պլան մաքսիմում այն է, որ Նիկոլին հեռացնել միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն է գալու, այստեղ աշխատում է այն սկզբունքը Ռոբերտ Քոչարյանի մոտ, որ կամ ես կլինեմ հաջորդ իշխանությունը Նիկոլից հետո, կամ կմնա Նիկոլը հավերժ, այնքան ինչքան որ դուք տենց ինչով կթուլանա, չգիտեմ, ինֆարկտից կմեռնի, դեպրեսիայի մեջ կընկնի ու այն հարմար պահին, երբ որ հենց Կարանա Քոչարյանը պասը վերցնի իշխանությունը, այդ ժամանակ նոր կարելի է անել իշխանափոխություն։ Սա այդ հիմնական տարբերությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Այդ տարբերությունը ակնհայտ դրսևորվում է նաեւ նրանց գործելավոճի, շփումների մեջ։ Օրինակ, Սերժ Սարգսյանը լրիվ բաց է բոլոր տեսակի հանդիպումների, բոլոր տեսակի քննարկումների, բոլոր տեսակի առաջարկների համար։ Այսինքն, եթե դուք ունեք ինչ-որ առաջարկ, ունեք ինչ-որ մտահաղացում, որ դուք կարաք Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, հավատացնում եմ ձեզ, ձեզանից ոչ մի ջանք հատ առանձնապես չի պահանջվում, որպեսզի դուք եթե ոչ ուղիղ, ապա գոնե շատ արագ եւ կարճ միջնորդավորված այդ ձեր ասելիքը ներկայացնեք եւ անպայման ստանաք Սերժ Սարգսյանի աջակցությունը, եթե իհարկե ինքը դա գտնի որպես խելքին մոտ։ Այսինքն ամեն դեպքում դուք լսված կլինեք։ Հակառակը Ռոբերտ Քոչարյանի մոտ է։ Նայեք, մենք արդեն 2 ամիս է անդադ խոսում ենք իմպիչմենտի մասին, մենք ներկայացնում ենք դրա տարբեր ասպեկտները, դրա մասին տարբեր լեգենդներ են փորձում փչեն հյուսեն, թե նիկոլականները եւ թե Քոչարյանի պաշտպանող ինտերնետային պաշտպանները եւ այլն։ Մինչև հիմա մենք բազմաթիվ փորձեր ենք արել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ մասին առանձին լայվով ձեզ մանրամասն կասեմ, նկատի ունեմ այդ թևից, մինչև հիմա չի ստացվել այդպես հանդիպում։ Մեր հետ մերժել են բոլոր այն հանդիպումները, այն մարդիկ, ովքեր աֆիլիացված են Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ինքը անձամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Այսինքն չի եղել, հասկանում եք, այդպես չկա այդպես բան, որ Ռոբերտ Քոչարյանը ուզենա լսի հələ ախպեր, մենք ինչ ենք ասում, կարող է խելքին մոտ բան ենք ասում, կարող է լավ բան ենք ասում, կարող է լինող բան ենք ասում։ Չէ, իրանք այդպես դեմից հայտարարում են, դա չէ, դա անլուրջ, դուք սահմանադրություններն են հղում անում, դա անլուրջ է, ինչ-որ բաներ են ասում, քաշում են մի կողմ։ Հետևաբար անհնար է գնահատել իրանց գործելավոճը կոնստրուկտիվ, այսինքն իրանք միտված չեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Իրանք միտված են այս քաղաքական դաշտի այս պարադիգման պահպանելուն մինչև 2026 թվականին։ Այս պարադիգման քաղաքական դաշտի չի պահպանվելու, պարոն նախագահ, ես ձեզ թույլ տվեք ձեզ զեկուցեմ, որ պարադիգման չի պահպանվելու։ Այս պարադիգման ոչնչացվելու է, նոր քաղաքական պարադիգմա է ստեղծվելու, որտեղ իդեպ ասեմ, կարող եք հանգիստ տեղավորվել, այսինքն ինչ որ ձեզ դուրս մղելու խնդիր է դրած,
հանգիստ կարող է տեղավորվի Լևոն Քոչարյանը, հանգիստ կարող է տեղավորվի Հայաստան խմբակցության ցանկացած պատգամավորը, ձեր կուսակիցները, ձեր ընկերները, Բագրատ Սրբազանը, որին փորձում եք բանանեք, տենց ինչ-որ առաջ բրթեք որպես փողոցային լիդեր բանանեք, հա, տենց թողեք միշտ դաշտում։ Այսինքն բոլորը կարան հանգիստ տեղավորվեն այդ պարադիգմայում, բայց ուրիշ լոգիկայի մեջ։ Իմ ասած այնա, որ եկեք էլի սաղս լինենք այդ սենյակում, ոչ մեկ դուրս չգա, չեմ ասում դուրս գա, բայց եկեք սաղս Նիկոլին հանենք։ Սա եմ ես ձեզ առաջարկում։ Դրա փոխարեն ինչ-որ տենց մանկական խաղեր է տեղի ունենում, մանկական արդարացումներ, հասուն մարդկանց, պատգամավոր մարդկանց դնում եք վատ վիճակի մեջ, դնում եք վատ վիճակի մեջ, քաղաքական ինքնասպանության եզրին եք դնում եւ նույնիսկ անկեղծ չեք իրանց հետ, որ իրանք չեն լինելու ձեր հաջորդ 2026-ի ցուցակում, այդտեղ էլ անկեղծ չեք իրանց հետ նույնիսկ ձեր թիմակիցների հետ։ Ինչ է սպասվում 2026 թվականին, եթե Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ Նիկոլը եւս 1 տարի մնա։ Ոչինչ։ Այդքան չարչրկված այդ Գյումրու ընտրությունները ցույց տվին, բան, չէ։ Հիշեք, մարդիկ, ովքեր ցանկանում են Նիկոլ Փաշինյանին պահպանել իշխանության, այդ մարդկանց կարակ իրանց այդպես խոսույթով, wording-ով, արտասահմանյան բառեր ասեմ, էլի, մոդա է վաղ։ Իրանց wording-ով շատ նման են իրար։ Այդ wording-ի մեջ շատ կարևոր տեղ ունի հետևյալ արտահայտությունը։ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ եթե տենց բան եք լսում մեկից, վստահ եղեք, այդ մարդու խոսքը միտված է Նիկոլ Փաշինյանին բան անելու, պահպանելու մինչև 2026 թվական։ Դա միտված է իրանց այսօրվա անգործությունը, ոչինչ չանելը, ԿՊ-ից ամեն չորեքշաբթի քֆուր քյաֆար ուտելը, տենց գլուխները կախ, այդ է արդարացնելուն ուղղված։ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը ողորմելի վիճակում է գտնվում, որովհետև եթե մինչև Գյումրու ընտրությունները ընդդիմությունը տարբեր համայնքներում միանձնյա հաղթում էր, Գյումրու ընտրություններին հասանք արդեն կտրակցոն կարկատան, սա նրա բարեկամն է, սա նրա հետ ինչ-որ 100 թվից հարց ունի, եկեք հարցերը դրեք մի կողմ, բան արա, դու 2 հատ ձենտ ու դու կես հատ եսի միշտ ու սենց կտրակցոն արեցինք, վերադարձանք այն վիճակին, ինչը կար մինչև այդ ընտրությունները, այսինքն Վարդան Ղուկասյանը այնտեղ քաղաքապետ էր, հեղափոխությունից հետո այնտեղ քաղաքապետ դարձավ Սամվել Բալասանյանը, հետո նորից Վարդան Ղուկասյանը այդպես մենք անունը դրեցինք հաղթանակ ծափ տվեցինք անցանք։ Քաղաքացիական պայմանագիրը երբեք Գյումրիում իշխանություն չի ունեցել, այսինքն երբեք քաղաքապետ չի ունեցել, դա էլ եմ ձեզ խափում, որ մենք պահեցինք, որ բանը ԿՊ-ն չվերարտադրվի, բան եւ այլն, այդպես խնդիր գոյություն չուներ։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր ասում են, ժարգելի ժողովուրդ, լսեք ձեզ, ովքեր ասում են Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ այդ բառակապակցությունը ասում են, վստահ եղեք, իրանք ամենայն հավանականությամբ աֆիլիացված են Ռոբերտ Քոչարյանի կռուգի հետ, ամենայն հավանականությամբ վճարվում են այդ խոսույթը ձեզ հասցնելու համար եւ փորձում են Գյումրին ընտրությունները ցույց տվեցին, որ խոսույթով արդարացնեն իրանց այսօրվա մինչև 2026 թվականի ընտրություններ անգործությունը, ծուլությունը, վախկոտությունը, անվճռականությունը եւ քֆրտոց ուտելը ԿՊ-ից ազգային ժողովում։ Այսի պրոստը որ իմանաք, Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ ուրեմն Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողը զզվել է ընտրություններից։ Ամենայն հավանականությամբ ինչ տեղի կունենա 2026-ին։ Մեզ լավը կարակ պահեք 26-ի ընտրություններից հետո բացեք նայեք։ Քոչարյանը կստանա 6-7% ինչ-որ մի հատ մանդատ, լավագույն բաներն եմ ասում ձեզ։ Այդտեղ այսօրվա օրթոդոքս քոչարյանականների փոխարեն կլինի Կոչուբաևը, կլինի Դոլար Անդոն, էլի անպայման այդ 6-7%-ի մեջ։ Դաշնակցությունը եթե առանձին մասնակցի, մի 6-7% էլ դաշնակցությունը կունենա։ Այն որ սենց հալա սենց ջոմար սենց աղայավարի ասում եմ հեկնել մի 6-7%։ Այդ 7%-ներով բարձրով եմ ասում, էլի 7-երը գումարում ենք իրար։ Ստացվում է 21% ձայն։ Մնացած ամբողջ տոկոս ձայները գնալու է կամ իշխանությանը, հեսա կբացատրեմ ինչ մեխանիզմով, այսինքն Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր մանր-մունր բաներին, կուսակցություններին փոշիացվելու այդ ձայները, որը ի վերջո ֆռալու է դառնա նորից այդ փոշիացված ձայները իշխանության ձայն։ Ասեմ ձեզ, բոլոր սոցհարցումները ցույց են տալի, որ ընտրողը զզված է իշխանություններից, նույնչափ զզված է ընդդիմությունից։
Սա ես ներկայացրել եմ այս երևույթը կոչվում է ընտրական բոյկոտ, հա, ընտրողը իր դիրքորոշումը ընտրությունների նկատմամբ արտահայտում է չգնալով։ Նիկոլ Փաշինյանը իր ադմինիստրատիվ ռեսուրսով իր ընտրողներին քշելու է բերի ընտրությունների եւ явկան ապահովելու է իր ընտրողների явկան ապահովելու է պարտադրված կերպով։ Դուք չեք կարանալու ձեր ընտրողներին հանեք տնից բերեք ձեզ ընտրելու։ Հետևաբար явկան բարձրանալու է Նիկոլի ընտրողների քանակի շատությամբ։ Եվ դուք այդ 7%-ը լավագույնն եմ ձեր ասում, ասենց այն որ ասենց աղավարի տալիս եմ, էլի ձեզ այդ տոկոսները 3 հատ 7% եմ տալիս ձեզ, 21% ամբողջ հավաքական ընդդիմությունն է ալնելու, մինչև 2031 թիվը նստելու է այդտեղ քֆրտոց լսի ԿՊ-ից, էլի հելելեն ասեն, թալանչիներ, նախկիններ, ասես բաներ անել, դուք էլ էլի տենց գառնուկների նման գլուխներդ կախելու եք եւ կրկնում են, դա անելու են արդեն լրիվ ուրիշ մարդիկ, ոչ թե այսօրվա մարդիկ։ Խիստ կասկածում եմ, որ օրինակ Ասպրամ Կրպեյանը կլինի այդ ցուցակում, խիստ կասկածում եմ, որ օրինակ Ագնես Ախամյանը կլինի այդ ցուցակում։ Սենց հիմա անունը չեմ, բայց ես ձեզ հստակ ասեցի ովքեր են տեղավորված այդ ցուցակում։ Արեգնաս Մանուկյան, այս պայդրությամբ, Դոլարանդոյի Քվոտաև եւ Էլինար Վարդանյան։ Այդ ինչի է, ես հետո կասեմ ձեզ, դրա քաղաքական նպատակառությունը Էլինարին այդքան հաստատ չի, էլի, հաստատը Արեգնազին է։ Հիմա այսինքն մեզ առաջարկում են եկեք սպասենք ոչ մի բան չանենք, որ 26 թվին մի հատ էլ հելենք ժողովրդին փորձենք խափենք, ասենք կրելու ենք, Պուտինի ինգերն ենք, եսի ինչ ենք, մի հատ էլ դմփսնեն, ընտրվեն, լեգիտիմանան, ոնց որ 21 թվին լեգիտիմացան ու եւս 5 տարի տես նստենք էշեշ սաղ ժողովրդով սպասենք, որտեղ ընկել ենք էշեշ ինչ որ մարդկանց խելքին, ովքեր ոչ մի ծրագիր չունեն։ Բանից պարզվեց այսօր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բանից հարցազրույցից ես հասկացա, որ ինքը ծրագիր չունի էլ ընդհանրապես, ասում են ծրագիր ունես, ասում է, չէ, ասում է, ես դուք տենց կարակ տենց վիզուալ ջոգեք, որ մարդը կարող մարդ է։ Ես կարող մարդ եմ, ինձ ընտրեք, դաշնդս տեղում կջոգենք ինչ ենք անում։ Այսինքն այդ մարդը դժա ենթադրում եմ ալարել է, ծրագիր մի հատ գրի, տոյ կոպիտ ասած Արցախի արծով ինչ անելու, էս մյուս տնտեսական, չկա տենց իման։ Ես մարդը ծրագիր չունի, ես մախբեր, ես նորից գալու է ֆռա կրելու ենք դվա, ես Պուտինի ինգերն եմ, եկեք ինձ ընտրեք։ Այսինքն այն առաջարկը, որ ձեզ ժողովուրդ ջան անում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով յանին, էդ էլ այդ առաջարկը ռեալ չի, հասկանում եք։ Այսինքն ձեզ առաջարկում են այսօրը ոչ մի բան չանել, 2026-ին մի հատ մի կռուգել ժողովրդին խափենք, փորձենք բան տեղավորվենք, մի քանի հատ падգամավոր գնանք պայեստկեքի ԿՊԱ-կաններ հետ։ Այս առաջարկը դրան հակառակ կամ մի առաջարկ, դա չեսնի իմպիչմենտի առաջարկն է։ Սենց ասեմ ձեզ, ստացվում է, կամ ընդդիմությունը համախմբվում է, հիմա էլ ուշ չի, իրական օրակարգի շուրջ, կարանք համարենք, որ ինչև այս պահը իրանք չգիտեին, մեր ընդդիմադիրները տենց շատ չեն խորացել, չենք խորանա, բայց կամ հիմիկվանից, այս պահից, համախմբվում է, Նիկոլին իր թասիբը հավաքում է, իր արժանապատվությունը հավաքում են այդ ընդդիմադիր падգամավորները, չէ՞ որ իրանց են անդադ հայհոյել, իրանց են նսեմացրել բոլորի աչքի առաջ, իրանց են ստորացրել, այդ մարդիկ հավաքում են իրանց թասիբը ու իրական, անկեղծ, պատրաստ են բոլորի հետ հանդիպեմ, մանրամասն պատմեմ ինչ ենք մենք պլանավորել, այսինքն տոտալ խնդիր չկա, բացարձակ խնդիր չկա, փակ նախաձեռնություն չի էս։ Պատրաստ եմ անհատապես համոզեմ այդ մարդկանց, որ դա ըլնող բան է, այսինքն ասեմ, խոսամ նրանց, որ իրենց համոզիչ դառնա այս ամեն ինչը։ Բայց արգելիներս կամ բացում եք ձեր գիտակցություն ու ներս եք թողում, որ մենք գանք սկսենք ասել ձեզ բացատրել, պատմել թե ինչ ենք բանանում, պատկերացնում իմպիչմենտի գործընթացով եւ դուք չեսնի ազնիվ կպնում եք, իրական կպնում եք իմպիչմենտի գործընթացին կամ այդ լուրջ կռվի փոխարեն, որը մենք իրար հետ կարանք տանք, դուք դառնում եք Նիկոլի հանցակիցը։ Հետևաբար այն մարդը, ով որ ձեզ առաջարկում է սպասել 2026 թվականին, այդ մարդը ուղիղ պատասխանատվություն է կրում այս պահից սկսած մինչև 2026 թվականի ընտրություններ Նիկոլի կողմից ցանկացած հանցագործ արարքի համար։ Ցանկացած հանցագործ արարքի համար դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Այսինքն ոչ թե
Սիպա չգիտեմ, չէր տեսե, չէր, այլ ինքը հանցակից է դառնում Նիկոլ Փաշինյանին։ Խոստանում եմ ձեզ, պատմության մեջ տենց էլ գրվելու է, որ Նիկոլ Փաշինյանի հանցակից ընդդիմությունը, եթե տենց դառնի, էլի ես չեմ ուզում, եւ Նիկոլ Փաշինյանի հանցախումբը, հա, սենց ալնել, որտեղ հանցախմբի մեջ ամեն մեկը դերակատարում է ունենում։ Եթե դուք Նիկոլ Փաշինյանին քննադատելը համարում եք ընդդիմադիր գործունեություն, ապա հիասթափեցնեմ ձեզ, Արսեն Թորոսյանն էլ է քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Շիշ բռնողն էլ է քննադատական խոսք ասել ազգային ժողովում, բայց դրանից ոչ մի բան չի փոխվել, ամեն մեկը իր դերակատարում ունի այդ հանցախմբում։ Ուրեմն կրկնում եմ, ընդդիմությունից ում ստրատեգիան այն է քֆրտոց ուտենք, հով լռվենք մինչև 2026 թվական, ընտրություններն էլ մի բան խափենք այս ժողովրդին, մեկը հարիվ է այս ժողովուրդը, հանցակից է Նիկոլ Փաշինյանին, կրում է Նիկոլ Փաշինյանի գործունեության ամբողջ պատասխանատվությունը։ Շնորհակալություն։